նույն շղթայինի ուղղակեսա, լեսա Անդնար է Շամատներ առաջվաշազամեր հայտարարեց Էջմիածինը իրենց պատմական տարածքներն են եւ այլն դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը հայոց առաքելական սուբյեկտիվությունը գիտեք այստեղ ճանապարհին գալուց ինձ ես անդադար դուրս եթե տարբեր թվականներին կային տարբեր մարդիկ որոնք ասում էին հավատում էին, որ ինքը ինչ-որ լավ բան է, կամ ասում էին, որ իրենց սա չի վերաբերվում։ Հիմա սա վերաբերվում է առացիորեն բոլորին։ Փաշինյանը դուրս է եկել հա առաքելական սուբյեկտիվությունը, դուրս է եկել պետականության դեմ որպես այդպիսի, դուրս է եկել մեր բոլոր ազգային արժեքների դեմ։ Ես գիտեմ, որ ինքը ու իր նմանները, ինչպես Կարապետյան մեր ասել, իրոք մի փոքր խմբակ են, մարգինալների խմբակ են։ Մենք պետք է ապացուցենք, որ այդ խմբակը չի կարող մոռացության մատնել մեր բոլոր ազգային արժեքից։ Չկա մի մարդ, պայքարը սա այլևս չի։ Կարծում եմ, դա կունենա իր մի քանի ամիս առաջ ես իմ գործընկերները հայտարարել էին, որ Թուրքիային դարձվում է միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Ցավոք դա արդեն իրականություն է ու տեսանելի է բոլորի համար։ Տվյալներ այս պահին չկան, թե ինչ է կոնկրետ քննարկվել, բայց կարծում եմ ակնհայտ է, որ եթե նախորդ օրը տեղի ունեցել Թուրքիայի նախագահի եւ Ալիևի հանդիպումից, հաջորդ օրը Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահի ապա Թուրքիան արդեն իսկ ստանձնել է միջնորդական առաքելություն։ Հարց համար 1 վերանալով նույնիսկ մի բան չքննարկելով, թե ինչ են բարելավում, մեզ ձեռ է տալիս, որ Թուրքիան լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդ։ Զուտ այդ փաստի հետ ինչ-որ մեկը հաշտ է, ես հաշտ չեմ։ Այլընտրանք կային բազմաթիվ այլընտրանքներ, դրանցից մեկը գոյություն ունեցող Մինսկի խումբն է, իրավականորեն միջազգային իրավունքի կողմից ճանաչված միջազգային վերպետական միավոր։ Հաջորդ հարցը, որ մենք ուզենք չուզենք, մեզ պիտի տա։ Իսկ ինչ զիջումների է գնացել Ալիևը երեք առաջին օրը Թուրքիայում։ Ըստ մամուլուկ շրջանառող տեղեկությունների պայմաններից մեկը եղել է շարունակել եւ ավարտել հասցնել եկեղեցու արշավը, հրաժարվել Հայաստանում ռուսական ռազմաբազայից, որը մեր անվտանգային ճարտարապետության կարևորագույն կետերից մեկն է, սահմանադրությունը անել ավելի ուշ եւ դիմել Մինսկի խմբին լուծարման համար։ Չեմ խոսում արդեն մնացած բոլոր զիջումների մասին, որոնք հողի վրա Փաշինյանը կանի այսպես կոչված սահմանազատման գործընթացը։ Այնպես որ ես մեր քաղաքացիներին շատ խնդրում եմ չենթարկվել Փաշինյանի ստեղծած մետա ճշմարտություններին, ստապ իրական գնահատել գործընթացները եւ գիտակցել, որ այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը եւ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորը Թուրքիան։ Ես կարծում եմ մենք դրա հետ հաշտ չենք կարող։ Այս ամենը ուշ էր դեռևս 2018 թվականի ապրիլի 25-ից սկսած հարցը ուշ էր դեռևս 2018-ի ապրիլի 25-ից Հանրապետականը 2018-ի ապրիլի 25-ից պայքարել։ Մի քանի տրամաբանական կետերով գանք խնդրել, կա մեկ տարբերակ չկա Փաշինյանի իշխանությունից հեռացած, այլ որևէ լուծում գոյություն չունի։ Առաջին երկրորդ դրան հասնելու ամենաիրատեսական, ամենահնարավոր, ամենահավանական տարբերակը միջմետի գործընթացն է, որը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը եւ
աջակցությունը Դավիթ Համբարձումյանի տեխնացությամբ։ Ինչպես է դա արվել։ Իհարկե բոլորիս համատեղ պայքար։ Առանց լայն ժողովրդական կոնսոլիդացիայի այդ գործը հնարավոր չէ։ Եվ կարող եք տեսնել, թե Դավիթ Համբարձումյանի կոչով մեր բոլորի նախաձեռնությամբ արդեն իսկ ինչ ոց բազմություն է հավաքվել այս պահին իր աջակցությունը ցուցադրելու հանրաքելական սուրբ եկեղեցուն, բայց վստահ եմ, որ այս բոլոր հավաքված մարդիկ ու հազարավոր մարդիկ գիտակցում են, որ եկեղեցում են արշավը Փաշինյանի իշխանության մնալը փոխկապակցված իրադարձություններ են։ Ուստի եթե դու ուզում ես պաշտպանել եկեղեցին, ապա պետք է պայքարես Փաշինյանի հեռացման համար։ Բոլոր քաղաքական, բարդ վերլուծական տեքստերի ժամանակները վաղուց արդեն անցել։ Ժամանակն է գործ անել։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը այն պատմության մեջ շատ փոքր, բազմաթիվ մելիք ֆրանգյուրներից մեկն է։ Եվ մի չնչին մելիք ֆրանգյուր չի կարող պայքարի դուրս գալ, հուսավոր չի ապրի, մեկ ապրի։ Իհարկե ոչ չի հաջողվի, բայց այդ պաշտպանությունը, Սուրբ Հաթոռի պաշտպանությունը իրականացվի նաև մեր երկրորդ անգամ։ Շնորհակալ եմ։ Պարոն Աբրահամյան,